Ողջույն բոլորին, ձեր ուշադրության ենք ներկայացնում 2025 թվականի մայիսի 6 ամենավտանգավոր օրերը, հնարավոր են ֆինանսական կորուստներ և լուրջ կոնֆլիկտներ։ Աստղերն ու մոլորակները միշտ չէ, որ լավ դիրքերում են գտնվում։ Երբեմն աստղերը որոշ օրեր դարձնում են չափազանց անբարենպաստ։ Հենց այս ծանր մայիսյան օրերի մասին ենք եկել զգուշացնելու մեր հետևորդներին։ Մենք ինքներս մեզ ծրագրում ենք հաջողության կամ ձախողման համար։ Փորձեք մտածել լավի մասին և խնդրահարույց իրավիճակներից դուրս բերել միայն լավագույնը։ Մասնագետները խորհուրդ են տալիս մայիսյան անբարենպաստ օրերին կիրառել ենթագիտակցության վրա ազդելու պարզ մեթոդներ, այսպես ինքնավստահություն ձեռք կբերեք։ Կլինեն ավելի վտանգավոր օրեր, քան ուժի օրերը, բայց ըստ կանխատեսումների ամեն ինչ լավ կլինի, եթե փորձանքի մեջ չհայտնվեք։ Այսպիսով, մայիսի 2 Վեներա Նեպտունի հետ։ Վեներան և Նեպտունը մայիսի 2-ին կլինեն երկրի նույն կողմում։ Սա շատ բացասական ազդեցություն կունենա մեր ինքնազգացողության վրա, բայց բարեբախտաբար երկարաժամկետ ազդեցություն չի թողնի։ Ձեր ինտուիցիան նույնպես մեծապես կտուժի, ուստի այս օրը մի ապավինեք ձեր 6-րդ զգայարանին, հատկապես սիրային ոլորտում։ Մայիսի 4 սկսվում է Պլուտոնի հետընթաց շարժումը։ Պլուտոնը, երբ շարժվում է հետադիմական ուղղությամբ, վատ է ազդում մարդկության վրա, որպես առանձին օրգանիզմի։ Շատ վատ քաղաքական և սոցիալական որոշումներ են կայացվում հենց այսպիսի ժամանակներում։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում այս ընթացքում, պետք է դիտարկել որպես բառախաղի թատրոնի բեմադրություն։ Նման բան կարող է պատահել ընտանիքում, բայց դա հնարավոր է լուծել։ Ինքը հետադիմական անցման օրը, մայիսի 4-ը, նույնպես շատ վտանգավոր և անկանխատեսելի է լինելու շփման առումով։ Մայիսի 10 Մերկուրին մտնում է ցուլի նշան։ Մերկուրին ցուլում կործանարար չէ, բայց խոյում ավելի լավ է, իսկ երբ մոլորակների էներգիան կորչում է, դա վատ է ազդում մեր վրա։ Մայիսի 10-ը բացառություն չէ։ Այս օրը դժվար կլինի ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելն ու աշխատանքային խնդիրները գլուխ հանել։ Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում աստղաբանները նշում են ֆինանսական բախտի մի փոքր անկում, բայց դա չպետք է կրիտիկական լինի։ Մայիսի 17 Արեգակը Ուրանի հետ։ Մայիսի 17-ին Արևն ուՈւրանը կստիպեն մեզ բոլորիս ափսոսալ մեր վերջերս կայացրած հապճեպ և սխալ որոշումների համար, կխոչընդոտվի նաև անհատական զարգացմանը, ավելի դժվար կլինի հիշել ինֆորմացիան և ընկալել դրա մուտքային հոսքը։ Մայիսի 25 Սատուրնը մտնում է Խոյի նշան։ Սատուրնը Խոյում մարդկանց վատ որակների առավելագույն ավելցուկն է շփման և վատ սովորությունների առումով։ Այս նշանի Սատուրնը ստիպում է մարդկանց մոռանալ նախկինում տրված խոստումների մասին, զբաղվել ինքնաոչնչացմամբ և թույլ տալ, որ իրենց մութ կողմն ազատորեն դրսևորվի։ Մայիսի 25-ը վատ էմոցիաների պոռթկման օր է։ Զգույշ եղեք, քանի որ հնարավոր են կոնֆլիկտներ, բայց ոչ այնքան ուրիշների, որքան ինքներդ ձեզ հետ։ Եվ մայիսի 30 Արևը և Մերկուրին միացված են։ Մայիսի 30-ը ֆինանսական հատվածի համար ամենավտանգավոր օրն է։ Այս օրը մեզանից շատերը դժվարությունների կհանդիպեն աշխատանքի և փողի հետ կապված։ Զգուշացեք խաբեբաներից։ Դե ինչ սիրելիներ, ուզում էինք այսքանով ձեզ տեղեկացնել մայիս ամսվա վտանգավոր օրերի մասին։ Այս օրերին կարող եք մի փոքր ավելի զգույշ լինել, բայց և այնպես չխախտել ձեր ամենօրյա և բնականոն կյանքը։ Ձեզ մաղթում ենք հաջողություն, թող որ մեր ամեն օրը լինի խաղաղ և հանգիստ։ Իսկ այս ամենին զուգահեռ ձեզ կներկայացնենք կնոջ բնավորության գաղտնիքը ըստ նրա ծննդյան ամսվա՝ հունվար, փետրվար, մարտ։ Ենթադրվում է, որ ծննդյան ամիսն այնքան ուժեղ է ազդում բնավորության վրա, որ նույնիսկ կենդանակերպի նույն նշանի մարդիկ ծնված տարբեր ամիսների կարող են շատ տարբեր լինել։ Ինչպիսի կանայք են ծնվել տարվա առաջին 3 ամիսներին։ Հունվարյան կանայք։ Տարվա առաջին ամսում ծնված կանանց վերագրվում է ուժեղ բնավորություն, անսահման համբերություն և իսկապես աննկուն կամք։ Նրանք լիովին կարող են մրցել տղամարդկանց հետ և բոլորովին չեն վախենում այս մրցակցությունից։ Հաստատակամ, հավակնոտ և նպատակասլաց։ Այս ամենը հունվարյան կանանց մասին է։ Բայց նրանց համարել կիսաշրջազգեստով տղամարդ ճիշտ չէ, քանի որ նրանք կարող են լինել նուրբ և տնային, եթե պայմանները թույլ տան։ Պետք չէ հաղթահարել ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել և ամեն ինչ կրել քեզ վրա։ Հիանալի է, նրանք ուրախությամբ կհանգստանան և կլինեն ամենաքնքուշը, ամենահմայիչն ու գրավիչը, կենտրոնանալով տան և ընտանիքի վրա։ Նաև հունվարին ծնված կանայք հաճախ բնութագրվում են անկախությամբ,
անկախության ցանկությամբ և ուրիշների հանդեպ քննադատությամբ։ Ընդ որում, վերջինս նրանք հաջողությամբ թաքցնում են բարի կամքի և կենսուրախության քողի տակ։ Նրանք կարողանում են դուր գալ, բայց ընկերություն չեն անի ում հետ պատահի։ Ընկերներին ու գործընկերներին ավելի մանրակրկիտ են ընտրում, քան խնձորները շուկայում, իսկ ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցողներին թույլ չեն տալիս մտնել մերձավոր շրջապատ։ Փետրվարյան կանայք՝ բարդ ու հակասական բնույթով, ինչպես փետրվարյան եղանակը։ Մի կողմից ձնաբքերն ու սառնամանիքներն են, իսկ մյուս կողմից փետրվարյան պատուհանները մոտակա գարնան խոստումով։ Փետրվարին ծնվածներին հաճախ բնորոշ են տրամադրության փոփոխությունները, էմոցիոնալ անկայունությունը և պահի վրա գործելու միտումը։ Փետրվարյան կանայք խոցելի են, հուզիչ և կարող են վրեժխնդիր լինել։ Նրանք նաև լավ են զգում մարդկանց և կարող են վարպետորեն մանիպուլացնել նրանց։ Այս ունակությունը թույլ է տալիս նրանց հասնել հաջողության, բայց եթե անհրաժեշտ հմտությունները չկիրառվեն, կտրուկ վեր սլացող կարիերան արագ կփչանա։ Նաև փետրվարին ծնվածների համար շատ կարևոր է ռոմանտիկան։ Նրանք սիրում են հաճախոսություններ, նվերներ և գեղեցիկ անակնկալներ։ Նրանք չեն ներում սուտն ու դավաճանությունը, բայց եթե իրենց պետք է, հեշտությամբ և համոզիչ կերպով կստեն։ Այս կանանց վերագրվում է եսասիրությունն ու խորամանկությունը, բայց նրանք այնքան հմայիչ են, որ շատերը նույնիսկ գիտակցելով, որ իրենց խաղացնում են, պատրաստ են հասկանալ և ներել։ Մարտյան կանայք՝ տպավորվող, նուրբ և սենտիմենտալ, այսպես են սովորաբար ներկայացվում մարտին ծնված կանանց։ Սակայն դա ուղեկցվում է նաև համառությամբ, անհանգստությամբ, ամաչկոտությամբ և առավելագույն հավանություն և համընդհանուր սեր ստանալու մշտական ցանկությամբ։ Ենթադրվում է, որ այս կանայք ձգտում են գտնել մի տղամարդու, ով կպաշտպանի իրենց բոլոր դժվարություններից և անհաջողություններից, որպեսզի ապրեն ինչպես միմոզա բույսը բուսաբանական այգում։ Բայց մարտյան կանայք լիովին ունակ են հաջողության հասնել իրենց ընտրած ոլորտում, եթե լրջորեն տարված լինեն և մոռանան նայել շրջապատողներին և հարցնեն՝ արդյոք ես ամեն ինչ ճիշտ եմ անում։ Նրանք չեն հանդուրժում սուտը և իրենք էլ չեն ստում։ Սիրում են մարդկանց և կարող են լինել հիանալի հոգեբաններ։ Հաճախ մարտին ծնվածները գրավում են մարդկանց իրենց քնքշանքով և լսելու և օգնելու պատրաստակամությամբ։ Ընդ որում, մարտի կանայք հաճախ երկար ժամանակ չեն կարողանում կյանքի ուղեկից գտնել, քանի որ նախ փնտրում են իսկապես վստահելի մեկին, երկրորդ սպասում են իսկական սիրո։ Եթե վստահ չեն, որ սա իսկապես մեծ ու պայծառ է և ոչ թե հորմոնների ակնթարթային ալիք, նրանք լուրջ հարաբերություններ չեն սկսի։ Եվ հիշեցնենք, որ բնավորության բոլոր կանխատեսումները հիմնված ծննդյան ամսվա, ինչպես նաև կենդանակերպի նշանի, ծննդյան տարեթվի, սիրելի գույնի կամ աչքերի երանգի վրա գիտական չեն։ Բնավորությունը որոշվում է գենետիկայով և այն միջավայրով, որտեղ մարդը ապրում է։ Սակայն երբեմն կարելի է հետևել տարօրինակ և զվարճալի զուգադիպությունների, ուստի եկեք ուսումնասիրենք, թե ինչ են ասում ձեր բնավորությունները ձեր մասին։ Ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններ բաժնում, իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում ուշադրության համար։ Մինչ նոր հանդիպում։